Պարոն վարչապետ, դուք անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ այս օրերին հնչում են, որ դուք խախտում եք ըստ էության սահմանադրություն օրենքները միջամտելով եկեղեցու գործերին, դուք մեջ բերեցիք սաղմոսներ, սաղմոսով պատասխանեցիք, բայց վարչապետի լիազորությունները կարգավորվում են սահմանադրությամբ եւ օրենքներով, որոնք ըստ էության հստակ սահմանում են վարչապետի լիազորությունները։ Հիմա դուք իսկապես ձեզ չի անհանգստացնում հեռանկարը, որ մի օր ձեր եւ գուցե նաեւ ձեր որոշ թիմակիցների, որոնք այս օրերին շատ ակտիվ գործողություններ են իրականացնում եկեղեցու հետ կապված, ձեր գործողություններին կտրվի իսկապես քրեաիրավական գնահատական, այսինքն դուք այս հեռանկարը բացառում եք եւ երեք երեկոյան դուք հրապարակեցիք հերթական ռելիզը հաղորդագրությունը, չգիտեմ դուք ոնց դա կանվանեք, որ կայացել է խորհրդի նիստ, որը ձևավորել եք 10 հոգևորականների հետ եւ այնտեղ նշվեց, որ փաստորեն ճանապարհային քարտեզը, որը մինչեւ այդ եք արդեն ներկայացրել, դրա իրականացման անցնցում իրականացման հետ կապված որոշումներ են ընդունվել, եթե ես ճիշտ եմ մեջբերում, հնարավոր է մանրամասնեք ինչ որոշումներ եք կայացրել եւ ինչ եք պատրաստվում անել, ըստ էության կաթողիկոսը մի քանի անգամ այս ընթացքում ակնարկել է, որ նա հեռանալու մտադրություն չունի, դուք շարունակում եք նույն օրակարգը, ինչ գործողությունների եք պատրաստվում դիմել հոգևորականների հետ եւ որտեղ է այդ նիստը տեղի ունեցել։ Դե վարչապետի կեցավայրում է տեղի ունեցել նիստը։ Տեսեք, վարչապետի լիազորությունների հետ կապված ես ուղղակի քանի որ ձեր հարցի մասին նախապես չգիտեի, չեմ պատրաստվել, բայց ես օրինակ որտեղ է գրած վարչապետի այնտեղ որտեղ գրած է վարչապետի լիազորությունների մասին, օրինակ վարչապետը լիազորություն ունի բրիֆինգ անելու։ Կա գրած վարչապետի լիազորությունների մեջ, որ վարչապետը չէ, մի րոպե ունի, հələ մի հատ կնայենք, հետաքրքիր է, որտեղ է ֆիքսված, որ վարչապետը ինքն էլ ամեն շաբաթ բրիֆինգ անելու իրավունք ունի, լրագրողների հարցերին պատասխանելու իրավունք ունի։ Ես նկատի ունեմ, կառավարություն վարչապետը ես կարծում եմ, որ երկրի հանրային նշանակություն ունեցող հարցերին պետք է անդրադառնա։ Անկախ նրանից հիմա ես օրինակ վարչապետը ռիլ նկարելու եւ հրապարակելու իրավունք ունի, թե չունի։ Ինստիտուտների միջև եւ դրա համար եւ դրանով ես կամրջում եմ վարչապետի ինստիտուտը, կամրջում եմ քաղաքացու ինստիտուտի հետ, կամրջում եմ Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդի ինստիտուտի հետ, կամրջում եմ նոր կտակարանի ինստիտուտի հետ եւ այլն եւ կամրջում եմ աղոթքի ինստիտուտի հետ, կամրջում եմ քաղաքացու ինստիտուտի հետ եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչ վերաբերում է թե մենք ինչ ենք պատրաստվում անել, ասում եք, որ Կտրիչ Ներսյանը հեռանալու մտադրություն չունի, մենք պատրաստվում ենք այնպես անել, որ ինքը իր մտադրությունը փոխի։ Իսկ ոչ մեկ էլ հեռանալու մտադրություն չի ուներ, մետով է ասում, որ Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված էր հեռանալ։ Նույնն է Կտրիչ Ներսյանը ստիպված կլինի հեռանալ։ Բայց մենք դա էլ եմ ասում, ոնց որ արել ենք, դա մենք կանենք անցնցում քրիստոնեական հանդուրժողականությամբ եւ սիրով տոգորված։ Եվ այն դեպքերում դուք նկատել եք, այնտեղ որտեղ ես հետահայաց ինքնահայեցվել եմ եւ տեսել եմ, որ մենք այդ քրիստոնեական հանդուրժողականության եւ սիրո ուղուց շեղվել ենք, ես դրա համար հրապարակային ներողություն եմ խնդրել, պատասխանատվություն եմ կրել եւ այդ թվում արդեն բազմիցս Հայաստանյան առաքելական Սուրբ Եկեղեցու խորանի առաջ ծնկի եմ գալիս եւ ներում եմ հայցում իմ մեղքերի համար։ Ինչ վերաբերում է քրեաիրավական գնահատականին, Հայաստանի Հանրապետությունը ինստիտուցիոնալ պետություն է եւ համոզված եղեք, եթե իմ արարքներում կամ որևէ մեկի արարքներում, ձեր արարքներում, մյուսի արարքներում լինեն քրեական պատասխանատվության կամ քրեական օրենսգրքի արձագանքի ենթակա արարքներ, դրանք իրենց արձագանքը անպայման կստանան։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։ Դուք խոսում եք օրենքից, որևէ օրենքում գրված չի, որ իրավապահ մարմինները տենստեղ կա, որ չեն կարող մտնել կամ իրավապահ մարմինների մտնելու կարգ գոյություն չունի։ Այդ ամեն ինչը տեղի ունենում օրենքով սահմանված կարգով։ Եվ ինչ որևէ մեկ ուզում ասի, որ Հայաստանի Հանրապետությունում կա տարածք, որտեղ Հայաստանի Հանրապետության օրենքը չի գործում,
ոչ, ես համաձայն չեմ այդ ձևակերպման հետ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։